Համամիտեք, որ Արամ Սարգսյանի թիմակիցները Արթուր Չախոյանին դաժանորեն ծեծել են հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Սպասի ինչ եղել, ինչ չեսկացի։ Արամ Սարգսյանի թիմակիցները երեք ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին, ակտիվիստ, թաղապետարանում։ Ասում են հանուն ինքնիշխանության Հայաստանի, համամիտեք դրա հետ։ Այդտեղ ոչ Հայաստանի համար, ոչ հայ ժողովրդի համար, ոչ էլ Հայաստանի իշխանության համար չկա այդ մակարդակը, որ կարողանան մտածել։ Ջահելություն ունենալ, երեխայություն ունենալ չի սազում իրանց։ Այդքան բան չկաս։ Նրանք ով են, որ կարողանան հայ ազգի ճակատագրի մասին մտածեն, կամ իշխանության մասին մտածեն։ Նրանք չունեն այդքան մակարդակ։ Ինչի Արամ Սարգսյանի կուսակցությունը նման բան ասում, որ դա Հայաստանի իշխանության համար։ Արամ Սարգսյանն էլ անելու բան չունի։ Ես մետելեկուզը նայ իմանամ Արամ Սարգսյանը ոչ ընդհանրապես ինչ կուսակցությունն է պահում։ Հանրապետություն։ Յոխ։ Հայաստանի Հանրապետության կես մասը Ադրբեջանից եկած տանջված, տուժված հայություն է։ Այդ ինչի մի անգամ այդ ազգուց այդ ժողովրդի մասին Արամ Սարգսյանը չի բարեհաճում անգամ խոսք ասել։ Կամ հասարակության նրանց իրավիճակի կամ այն հատվածների համար, տարածքների համար եւ նրանց խնդիրների մասին, ինչ որ ասենք, որ ունի այդ ժողովուրդը։ Ուզում եմ Եվրամիություն տանի Հայաստանը։ Լավ է, լավ։ Տանողն էլ ինքն, հա։ Նաեւ։ Գիտեք ինչ, Արամ Սարգսյանն ասեք ձեր վաղամերիկ եղբոր ընկերոջ հետ եմ ես խոսել, Վազգեն Սարգսյանն հետ, ինքը հետ մի քայլ կատարում էր, ինձ հետ խորհրդակցում էր Պողոս, ես քայլը ոնց անեմ։ Սա ամոթ է, նախ մի հատ էլ իմացեք, ես ամեն ինչ է դա կապված, ինչ Եվրոպա, ինչ մյուսը, Մի պերիոդ Ռուսաստանից անջատեցիք, ինչի հասցրեցիք։ Հիմա էլ ուզում եք կեսդ Եվրոպա տանեք, կեսդ չգիտեմ Թուրքիա, կեսդ էլ Լոս Անջելես։ Բայց ուր գնամ։ Մետ ասեք էլ ինչի մար։ Ինչ երաշխիք եք տալի, որ ցանկացած ուղղությամբ եթե հասարակության ուզում եք տանեք, արդյունքը դրական է լինելու։ Այդ որ մեկն է իր լավը տվել ուրիշին, անկախնանից թե դա ինչի հետ է կապված։ Տնտեսության հետ, քաղաքականության հետ, թե չգիտեմ, զուտ անձնական հարաբերությունների հետ։ Նման բան գոյություն չունի։ Գիտեք ինչ։ Այդ ինչ որ դուք ասեցիք, դա շատ փոքր երևույթ է։ Ու ինձ համար ճիշտ որ ասենք ամենանենց ոնց ասենք մեղմ ձևով ինձ համար շատ տհաճ է որ այս իրավիճակ ինչ որ Հայաստանում կա։ Առավոտ աշկդ բացում ես, առավոտյան, հա։ Որ ուղղությամբ փորձում ես նայես մեկը մյուսի մասին բամբասանք, մեկը մյուսի մասին թշնամանքով լցված, հայ աղջիկը նստած, չգիտես, դարել է քաղաքական գործիչ, թե չգիտեմ ով է դարել, խոսքի ասենք, ինչ-որ անունով չեմ ուզում ասեմ, եթե պետք է թերագրտում է ինչ-որ մեկի, բայց իր զուտ անձնական հարազատի մասին ինքը չի խոսում, գիտեք իր, սիրուն չէ էլի, սիրուն չի, ինձ թվում է, որ ոնց որ ես հասարակությանը դրացել են նենց անչափահաս երեխու տեղ, հասկանում եք, փորձում են ամեն իրանց երկին օգտագործեն այս հասարակությանը։ Դե գոնե ինքներդ ձեզնից ամաչեցեք։ Ինքներդ ձեզ, եթե դուք ձեզ ինքներդ չեք հարգում, գոնե ձեզ այս ժողովրդին հարգեցեք։ Մի խելացի բան տվեք, երիտասարդության մի հատ խելացի ուղղություն տվեք դեպի աշխատանքը, դեպի գրագիտությունը եւ այլ։ Շատ բաներ կա, ախր ինչ ասեմ, Մախ ջան։ Այս ամեն ինչ ախր դուք չգիտեք ինչի հետ է կապված։ Այս որ կապված է Արցախը տվի։ Իսկ այդ Հայաստանում կա մեկը որ կանի ասի, ես գիտես ինչ, այն ինչ որ արել եմ Արցախի համար եմ արել։ Չկա նման մեկը սուտ են ասում, ով ինչ ասում է սուտ է ասում։ Արցախի անունը երբ որ 88 թվականին արդեն բարձրացել է, հա? Արցախը այդ ժամանակ արդեն ծախված է եղել։ Այդ ժամանակ թող ոչ Սերժը, ոչ Նիկոլը, ոչ Լևոնը եւ ոչ էլ այսօր, չգիտեմ ով, չասի մյուսը։ Արցախ 88 թվին է ծախված եղել։
Արցախը ծախվել է Վազգուն Մանեկյանի նմանների ձեռքով։ Եմ որ ես դրել են Ղարաբաղ կոմիտեի լիդերներ։ Շահագործելով նրա Արցախի հարցը դրված է եղել այս երկրում բացացել է միայն խորհրդային միությունը տապալելու համար։ Նպատակ եղել է դա։ Դրանից ինքը լավ տեղակայված Վազգեն Մանուկյանը իրան հարցրեք, եթե ինքը հրաժարվի Պողոս Խաչատրյանն անունս, իսկ կանչեք։ Հեռախոսը 093 28 29 38։ Արցախի հարց չի եղել, ստեղ եղել է զուտ խորհրդային միության ժամանակ։ Այն ժամանակվա իշխանության դեմ նրանց թալանը ձեռքներից խլելու, հասկանում եք, այսինքն հասարակարգի փոփոխության հարց է եղել ստեղ։ Այս ինչ որ Արցախի մասին խոսում են սուտ է։ Արցախը 88 թվին արդեն ստված է եղել։ Ուզում եք նա կիսատ ենք թողում, թերի եմ թողում խոսակցությունից։ Կասեք Վազգեն Մանուկյանը եթե ունենաք հնարավորություն այդ հարցը տվեք, եթե ինքը հրաժարվի, այդ դեպքում ասի չէ հեռախոսից, ինձ կկանչեք, ես կգամ։ Դեմ առ դեմ կխոսանք։ Այսօր բերել են ժողովրդին գցել են այս քուչեքը։ Մեկն ասում է տանդ վարձ կտա, մեկը չգիտեմ ինչ ասի, մեզ ժողովրդին սարքել խաղալիք։ Ես արդեն 35 տարի առաջ հենց ձեր նմանից ձերով խաղալիք եմ դարել։ 35 տարի առաջ։ Ես ինքս Շարդախլվի ծնունդ եմ, երկու մարշալների գյուղ ծնունդ եմ։ Մեկը հարցնում եք, բա այդ 88 թվին այդ հայությունը ոնց եղավ եկավ ստեղ հասավ։ Կամ ձեզանից որ մեկն է փորձել այդ հայության մասին մտածի։ Այ երբ որ դուք կմտածեիք մեր մասին, ես կասեի որ գիտեք ինչ որ միտեղ արդեն Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Դուք ով եք եղել, երգիր քանդողներ եք եղել էլի։ Երգիր քանդողներ, հասկանում եք։ Ու ունենց են քանդում, որի աստվում է թե ոչ մեկը չի տեսնում։ Ջայլանի պատմությունն է, գլուխները կողում են ավազը, փոշները տնգում, մեզ ոչ մեկը չի տեսնում, ոչ, որսորդներ կան։ Որսորդներ կան, սաղի տեղը մեկ գիտենք, ճիշտ չի, պարզապես ասում, ճիշտ չի կանում։ Եթե ձեզ հաջողվել այս 30-35 տարիների ընթացքում խաբեք հասարակությանը, ժողովրդին, անգամ ինքները ձեզ, մեկը վաղ են մյուսը։ Արարիչի դեմ պատասխան եք տալու սաղատել։ Բոլորը։ Ով է տեսել։ Դուք այսօր տենում եք մի հատ Ադրբեջան։ Մի հատ ադրբեջանցի կին կայանի հերոստատեսությամբ սկսի խոսալը։ Լավ ասում, սխալ ասում, ճիշտ ասում, մի հատ Ալիև է խոսում։ Ու ինքն էլ փորձում է մի գրագետ վերաբերմունք, օրենք։ Ճիշտ են ասել ժամանակի ասողներն ասել են, հայի հետ կռվել պետք չի, զենքը տվեք իրանք իրար կոտորելու են։ Հիմա այս վիճակի մեջ ենք։ Ես էլ չեմ տեսել, այսքան ուշադիր նայում եմ, ես էլ չեմ տեսել մի հատ ադրբեջանցի կին, հա, կանգնի հերոստատեսությամբ, չգիտեմ ինչերի մասին խոսա, տարածքների մասին խոսա, իշխանափոխության մասին, չգիտեմ, ես դες բան չեմ տեսել։ Անգամ եթե եղել է հաջողություններն դա Ադրբեջանի հատվածում, դա եղել է ինչ-որ բնական հասարակության մեջ։ Այս ինչ է մեր Հայաստանը։ Facebook-ից մտնում, լվացքը տան, լվացքը թողած քաղաքականությամբ է զբաղվում։ Տանդ լվացքով զբաղվի, երեխու դասիրակությունով զբաղվի։ Հասկանում ես, սա վիճակ չի, մենակ ուզում ասեմ Արամ Սարգսյանի հետ չկապված կամ մեկ մյուսի հետ։ Ընդհանուր վիճակն է, շատ տգեղ, հային վայել վիճակ չի, հայ իրավունք չունես ձև ապրելու։ Ես թույլ չեմ տալի շատ բան խոսամ։ Բայց որ խոսամ, հնարավոր է որ որոշ մարդիկ ինքնաթիռ նստեն, տեղափոխվեն Հայաստանից։ Հասկանում եք ինչ կա։ Ինչ ասեմ, ախր ջանս ցամ է, հասկանում ես ապագայի համար։ Բայց այդքան տղեկը գնացին, վիճակը դա էր, թելադրեց։ Տղեկը գնացին, ինչ որ պետք էր արեցին եւ այլ։ Որ այսօր հասարակությունը հանգիստ իր համար ապրի, ջահելությունը, սերունդը, ժողովուրդը, հասկանում եք։ Ջահելությունը, որը ծնվում է, մենակ չգիտես։
Երիտասարդների հետ ես խոսում եմ, ըլը մահրիթ, հա, խոսում եմ, ասում եմ, ոս ջայլը հարց է տալիս։ Հենց 1, 2, 3 նախադասություն ես ասում եմ, հոպար կներեք, ախր այդ ամեն ինչը մենք չգիտենք, է։ Բա որ դու քո անցյալը չիմանաս, ապա ոնց դու կարաս կերտես։ Ջայլության ախր շատ բան կա։ Դա պետք է գիտեք ինչ, հատուկ ծրագիր մշակվի, խելացի այնց տալկովի մարդիկ պետք է նստեն։ Ում այդ խոսում ես, ասում ես ուզում եմ դառնամ վարչապետ։ Իբր մի գնա վարչապետն հարցին կգոհա որ վարչապետ է։ Մատ գնանք իրան հարցնենք հերո չի։ Ասենք դու գոհ ես որ վարչապետ ես։ Հələ տենանք ինքը ինչ ասում։ Կամ որ կողքից մեկը խաղում է, դա ես ասենք ինչ որ մեկի տենց ի նկատի չեմ ազնվորելու ոչ մի բան չունեմ։ Իրավիճակն եմ ես ասում։ Ես երկիրը ժողովուրդը լուրջ մարդիկ ա ունեցել։ Լուրջ մարդ ա ունեցել, երկրի ղեկավարը որ դուս է եկել փողոց։ Սխալ բան է։ Դե սխալ գիտեք ինչ հայոց լեզուն շատ նենց հարուստ լեզու է, էլի, բառապաշարը։ Սխալ պահվածք, սխալ վերաբերմունք, սխալ տհաճ, մի խոսքով, էլի, հաճելի չի ոչ մեկի մարինց։ Մատ իրանք տարան բացատրեն դա իմաստը, որն է եկել, իմաստը։ Անդո ես իշքան տենց տեղեկացված եմ այդ գործից տղաներ են գնացել են ասենք ստեղ թերություն կա, ստեղ ես մյուսը կա։ Այդ չհասկացա, պարզ չի որ թերություն կա։ Կամ այդ ամեն ինչի համար էր տենց ցուցադրական։ Մենք հիմա այս ռեսպուբլիկայում հիմա նայեք օրինակ ասենք այ 37 տարի առաջ ինձ կեղծ մեղադրանքներով այ ես նույն անձնավորություն եմ ինձ ասել են գնացել հայերի թուրքերի արանքը խառնել է 37 տարի առաջ 37 տարի չեմ կարում ես նույնիսկ իմ իրավունք կարողանամ պաշտպանել օրենքի սահմանները բայց ես ոչ չեմ կարում այստեղ ցուցադրական բողոքում մյուսին մի դահաճ բան է սիրուն չի եկել մի խոսքով ես չեմ կարող քաղաքականացնել միգուցե իրանք ասենք ունեն ազնական ինչ-որ միտեղ նեղ ինչ-որ հարցեր, դա իրանց ներքին կողնյան է, բայց ամեն դեպքում, եթե մարդ ասում, եթե ունի մարդ լեզու, խոսալ, ասել, կողմնորոշվել, այլ ճանապարհ չէր մնացել, միայն մնացել է արդեն այդ ամոթալի բաները ցույց տային հայս հասարակության մեջ, որ աշխարհով մեկ այսօր տարածվել է։ Արամ Սարգսյանի կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են Մասիվի թաղապետի վրա։ Մասիվի թաղապետն էլ է հենց այդ կուսակցության անդամ, հենց ինքն էլ է։ Ինքն էլ է կուսակցության անդամ։ Հա։ Բարձր։ Գիտեք ինչ, հարգելիներս, ես այդ կուսակցական այդ մյուս այդ իրանց այդ ներքաղաքական հարցերին չեմ խառնվել երբեք եւ չեմ էլ ուզում խառնվել։ Դա իրանց ներքին կողնյան է։ Իմ անձնական կարծիքն է, որ ճիշտ պահվածք չէ։ Այլ ճանապարհ չկար, մի հատ իրար հետ այդ մտքերը փոխանակեիք, իրար հարց հասկանայիք։ Ինչ ասեմ ես, Արփի ջան։ Շնորհակալություն շատ։ Բարով ապրեք, շնորհակալ։ Լավ օրենք մա։ Դժվար է դեր նման մարդիկ։ Եթե ցանկություն։ Հա, ես սերի համար